Բարի օրհնյալ կեսօր սիրելի եկեղեցի։ Ողջունում ենք բոլորիդ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով։ Բարով եք եկել Տիրոջ տուն, սիրելի եկեղեցի։ Պատրաստ եք միասին օրհնենք Տիրոջը, միասին փառաբանենք Տիրոջը, պատրաստ եք։ Եկեք աղոթքով գանք Տիրոջ առաջ, ասենք Տեր, ինչքան բարի է գոհանալ քեզանից, Տեր։ Բարձրացու ձայնդ եկեղեցի, ասա Տեր, շնորհակալ եմ այսօրվա համար։ Տեր, շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար, շնորհակալ ենք, որ սիրեցիր մեզ, որ մեզ ուժ տվեցիր, որ մենք այսօր վեր կենանք ու գանք քո տուն, Տեր։ Շնորհակալ ենք, որ սիրեցիր մեզ, Տեր Աստվածը, շնորհակալ ենք, որ քո որդուն ուղարկեցիր, որ խաչվի մեզ համար, Տեր։ Շնորհակալ ենք ամեն փառքիդ համար, Տեր Աստվածս, ամեն բանիդ համար, որ անում ես մեր համար։ Փառք քեզ, Տեր Աստվածս, ամեն։ Ամեն։ Տիրոջը մի հատ ծափահարենք, ասենք Տեր, փառք քեզ, շնորհակալ ենք Հիսուս։ Բարև ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր մեզ տրվեց, որ մենք փոքրիկ խոսք փոխանցենք ձեզ եւ մենք ընտրեցինք Սաղմոս 121-ը։ Ես բարձրացնում եմ աչքերը դեպի սարերը, որտեղից պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պալապանը չի ընկնի։ Ահա Իսրայելի պալապանը, որ չի ննջելու եւ չի քնելու։ Տերը քո պալապանն է, նա քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկ արևը քեզ չի արածելու, ոչ էլ գիշերը լուսինը։ Տերը պահպանելու է քեզ ամեն չարից, պահպանելու է քո անձը։ Տերը պահպանելու է քո երթուղացը, այսուհետև մինչև հավիտյան։ Սաղմոս 8-ից մինչև 8 համար, 1-ից մինչև 8 համարներում գրված է, որ մեր օգնությունը գալիս է Տիրոջից, ով ստեղծեց երկինքը և երկիրը, նա երբեք չի քնում, չի ննջում, չի հեռանում և միշտ հսկում է մեզ։ Ինչ դժվարություններ, որ հանդիպենք այս շաբաթ, եկեք հիշենք, որ Աստված մեր պահապանն է և մեր պաշտպանն է, այժմ և հավիտյան։ Այնպես որ եկեք շարունակենք փառաբանել նրա բարձրացնենք մեր սրտերը և մեր ձայները, եկեք ուրախությամբ։ Ամեն։ Let's go.
Եթե ճշմարտությունը փոխվել, ուրեմն ոչ մի բանի վրա չէ կարելի հույս դնել, անգամ Հիսուսի ասածների վրա չէ կարելի հույս դնել։ Բայց գիտեք, որ Տեր Հիսուսն ասեց. ես եմ ճշմարտությունը, ես եմ ճանապարհը եւ ես եմ կյանքը։ Այսինքն ով ինչ ասի փոխվի, ուրեմն իմացեք նա վերջը չէ, նա ճիշտը չէ։ Ուրեմն ճշմարտությունը մեկն է, մեկ անձ, ով հիանալի դարերի միջով անցնում է եւ նրա խոսքը երբեք չի մարում։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է կյանքի օրհնություններից մեկ հատուկ կերպը, որին մենք ասում ենք նվիրաբերություն, որին ասում ենք ընծայում։ Այս ընթացքում ինչե որ ես մի քանի խոսք ասեմ, դու կարող ես քո նվերը պատրաստել Տիրոջը տալու համար։ Մենք արկղեր ունենք դրված, երբ որ քեզ հարմար է կարող ես մոտենալ եւ նախքան որ դու մի բան տաս Տիրոջը, ամենակարևոր բանը թերևս սա է, որ դու իմանաս, որ քո կյանքը դրանից չի կախված, քո կյանքը դրանից է կախված։ Նա կարող է քեզ օգնի, նա կարող է քեզ համար բացի աղբյուր եւ դու կարող ես այդ աղբյուրներից օգտվել։ Ամեն։ Ինչ ենք անում մենք, երբ որ տալիս ենք Տիրոջը։ Մենք նրան հայտարարում ենք, որ ասելով որ Տեր, սա կարող է փոքր հարց լուծի, բայց դու կարող ես բոլոր հարցերը լուծես։ Սա կարող է քիչ ճանապարհ բացի, բայց դու կարող ես բոլոր ճանապարհները բացես։ Եվ եթե դու բացես, մեկը չի կարող փակել։ Ամեն։ Երբ որ նայում ես Տիրոջ եւ տալիս ես քո ունեցածից մի բան, ուզում ես ասես Տեր, ես պատիվ եմ տալիս քեզ այս ստացվածքից, որը դու ինձ նվիրեցիր, ապրելու այս կյանքի մեջ։ Եվ ես ուզում եմ ասել, որ Տեր, դու տվեցիր ինձ զորություն այս փաստակելու, եւ ես էլ ունեմ հիմա զորություն այն նրանից բաժին հանելու քո թագավորության համար։ Ամեն։ Եկեք ամեն Տիրոջ ներկայացնենք մեջ նամակը։ Thank you.
ես իմ ամուսնը միայն քո գլխում եմ դառնում, Տեր։ Երկինք միասին։ Ահա նորից ձեռքերի մեջ է ողջ կյանքը միայն քոն է հագիստը իմ
Ուզում ենք այսօր մեծարել քեզ Տեր, քո շնորհքը տեսնելով, ապա քեզ արժանի փառք ու պատիվ ու գրավություն։ Քո շնորհքը տեսնելով, տալիս եմ փառք քեզ, քո շնորհքը տեսնելով, Başımın Kopakın desnero Patas bu metais kes De başımın kes Komekayın samet Yes başımın kes Komekayın samet Քրիստոսի մեջ եւ մենք շնորհակալ ենք, որ այսօրն է բովանդակում է քո մեջ։ Շնորհակալ ենք, որ այսօր մենք այս հիասքանչ առիթը մեր Աստված լինեն քո ներկայության մեջ, վայելեն շնորհք եւ օգնություններ։ Հայր, աղոթում եմ, որ այն ամեն ինչ պատրաստել ես այսօր, թող դա լինի մեզ օգուտ, որ կարողանանք աճել Աստված պաշտության մեջ։ Թող դա լինի մեզ համար անձրելի պես, որ
կծաղկեցնի, թող դա լինի մեզ համար Տեր քամու պես, որ մեզանից կհեռացնի ամեն նստված և փոշին և մեր մեջ կբերի թարմություն, թող որ այսօր կատարվի քո երկնային կամքը Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի հիանալի անունով ենք աղոթում, ամեն և ամեն, օգնալի Աստված, ամենի հարուստ ծափահարություն է կամ Տիրոջը, Աստվածությունի Աստված է, և ամեն դունյան չոր է կատիս, եկետար հավատում է նրա, հալելույա, օգնալի Տերը, վարկես Տեր, Ապես իչև աղմակել, վարկես Իսուս, հալելույա, հալելույա, կարող եք նսել սիրելերս, շեկեք շնորհակալություն ասենք նաև մեր սիրելի ծառայողներին, որ մեզ այսքան հրաշալի օգնեցին, թող օգնի ձեզ Աստված։ Բարի գալուց Տիրոջ տուն, ուրախ եմ ձեզ ողջունել կրկին սիրելներս, Աստված օգնի ձեզ յուրաքանչյուրից, հատկապես ուզում եմ բարի գալուց ասել և ողջունել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են մեր մեջ։ Թող Տերը օգնի ձեզ և մենք ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ, եթե դուք չունեք հոգևոր ընտանիք սիրելներ, եթե մեր ընտանիքը սիրեցիք, միացեք։ Վտանգավոր է ընտանիքից դուրս քրիստոնեությունը։ Երբեք չեմ կարող դա քաջալերել, որտեղ Հիսուսը ստեղծեց ընտանիք։ Նա ասեց, որ սա իմ մարմինն է, հայրեր, մայրեր, քույրեր, եղբայրներ։ Եվ նա ամոթ չի համարում մեզ եղբայր կոչել և ձեզ եմ քույրերին ավերաբերում։ Թող Տերը օգնի ձեզ սիրելներս, ուրախ եմ, որ ձեր քաղցը դեմքերը տեսնում եմ։ Ինչպես տեսնում եք, այսօր ես չեմ պատգամտալու, այսօր մենք հրաշալի առիթ ունենք մեր մեջ ունենալու մի հրաշալի Աստծո ծառայի, ում հետ 30-ից ավել տարիներ ճանաչում ենք և միասին քայլել ենք և Աստծո շնորհքով օգտակար եմ եղել, որքան որ հնարավոր է եկեղեցում, փառաբանության պաշտամունքի խմբին և միասին հրաշալի ծառայություններ ենք ունեցել, ինչ խոսք հիանալի օրհնվել եմ, երբ որ եղբայրս ծառայել է մեր եկեղեցիներում, դա հիանալի առիթ է եղել մեզ անցած օրերի մեջ։ Բայց Աստված այնքան բարեխնամ է, որ այսօր առիթ է տվել, որ մեր սիրելի եղբայրը այստեղ լինի։ Խոսքս Հայաստանում Արտաշատ քաղաքի Կենդանի հավատ եկեղեցու հովիվ Խաչիկ Սաֆարյանի մասին է։ Խաչիկ եղբայր ջան, համեցեք։ Տերը օգնի ձեզ ծափահարության։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Տերը արժանի փառաբանության մեծանքի։ Իրոք այսօր կանելով այս խորանում, այս հարթակին Ձեզ էսև Աստծո խոսքը ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է, որ ճշմարտությունը պիտի խոսենք, ճշմարտությունը պիտի ներկայացնենք, որովհետև առանց հոգու Տիրոջ մարդկային միտքը, մարդկային գաղափարը, մարդկային գիտությունը չի կարող ներկայացնել նրա մեծությունը, նրա փառքը։ Այո, նրա սերը, նրա գթացությունը ու նրա ողորմությունը։ Այսօր ինձ համար մեծ առավելություն է կանգնել այստեղ ու ձեզ հետ կիսել Աստծո խոսքը։ Եվ այն ինչ որ այսօր իմ սրտի մեջ դրված է սիրներ, դա մի փոքր կլինի ուսուցողական տեսքով, բայց կա բաներ իմ սրտում, որ ուզում եմ այն փոխանցել ձեզ, որ այս վերջին ժամանակով շատ մեծ ազդեցություն ունեցել ինձ վրա։ Շատ մեծ պատասխանատվությամբ կանգնել եմ Աստծո առջև ու ես ինքս քննել եմ իմ անձս, որ վիճակի մեջ եմ ես գտնվում։ Այսօր ես չեմ ուզում դու որպես մի քարոզ լսես հերթական, այլ ուզում եմ որպեսզի այս խոսքի ժամանակ դու քո անձդ քննես և տեսնես որ վիճակում ես, որովհետև մենք բոլորս գիտենք, որ շուտով մեր Տերը պիտի հայտնվի, Տերը պիտի գա իր խոստմունքի համաձայն, իր եկեղեցին վերցնելու համար։ Իսկ այս վերջին ժամանակներում Աստված ինձ տեսիքով ցույց է տվել վերջին ժամանակներում կատարվի որոշ բաների շուրջ և այն որ Աստված ինձ հետ խոսեց ես ուղղակի զարմացած էի և ես մտածում էի միթե դա այդպես է ես դրա համար վերջում կպատմեմ այդ տեսիլքը որը դրված իմ սրտի մեջ ձեզ հետ կիսելու այսօր ես խոսել եմ մի նյութի շուրջը որը դուք
շատ հաճախ կարծացել է սուբյեկտի մեջ։ Քարոզներ են եղել, բազմաթիվ կողմերով քննարկվել են այս առակը, կարծիքներ են ասվել ճշմարտության մեկնաբանությունները եւ բայց ինչ որ ինձ է բացված այս վերջին ժամանակների մեջ այս առակը, ես այն ուզում եմ ձեզ փոխանցել, դա Սերմնացանի առակն է, Սերմնացանի առակը։ Եվ ուզում եմ միասին կարդանք, իհարկե, եթե դու գրքով ես այստեղ եւ քո աստվածաշունչը քեզ հետ է, իրեք այս վերջին ժամանակներում շատ քրիստոնյաներ չեն սիրում գիրքը իրենց հետ դրսնելու, պարզապես գալիս է լսում են ու գնում են ես ասել մի բան։ Լավագույն լսելը այն է, որ դու քեզ հետ ունենաս գիրքը ու հետևես խոսքի մեջ։ Եթե դու միայն լսում ես ու գնում ես, ես քեզ ասեմ, շատ մասը քարոզի դու կարող ես մոռանալ։ Եթե դու գրի չես անում քարոզը, նշումներ չես անում, դու շատ բան կարող ես մոռանալ։ Լավագույն հիշողությունը դա թուղթն ասեմ քեզի, որի վրա կլինեն քո նշումները, որը կարող ես վերցնել գնալ տունը, շարունակել մտածել այդ թեմայի շուրջը, անշուտ դու նշումներ ես արել, կոսպեկտավորել ես, դու կարող ես նայել եւ Աստված ես հավատում եմ, որ այն քարոզը, որ այստեղից քարոզվել է, Աստված ուզում է քո կյանքում բազմացնել։ Ավելի շատ խորություններով, խորության բացել քեզ ճշմարտության խոսքը։ Դրա համար լավ կլինի, որ դու եկեղեցի գալով ունենաս քեզ հետ Աստվածաշունչը, նա դժվար չի, ծանր չի։ Ընդամենը մի 800 գրամ կամ 1 կիլոգրամ, հավերսենք այդպես ամենածանր Աստվածաշունչը, 1 կիլոգրամ քեզ հետ կարող ես պարուսակիդ մեջ դնել ու բերել եկեղեցի։ Պետք է Աստվածաշունչը ունենալ մեզ հետ։ Եթե դու չունես Աստվածաշունչ, դու կարող ես, եթե ունես քեզ մոտ նետբուք, ունես քեզ մոտ հեռախոս, կարող եք հեռախոսներով հետևել։ Դա գրված է Ղուկաս 8-րդ գլխում։ Ես հատուկ ուտել եմ 8-րդ գլխի առակը, որ Հիսուսն ասեց այնպես, որ Ղուկասն է գրում, որ մի փոքր տարբերվում է Մատթեոսի եւ Մարկոսի մեջբերումներից։ Եվ անիշ որ այսօր պիտի խոսեմ ավելի շատ, դա Լուկասի ավետարից է, որ ես ուզում եմ ձեզ հետ կիսել։ 8-րդ գլուխ 4-րդ համար։ Եվ երբ որ մեծ բազմություն էր հավաքված, եւ ամեն մեկ քաղաքի տրամոտ եկան, առաքով ասեց. Սերմը ցանողը դուրս գնաց իր սերմը ցանելով, եւ նա սերմելիս, որը ճանապարհի մոտ ընկավ եւ կողվեցավ, ուշադրություն դարձրեք, կողվեցավ, եւ երկրի թռչունները նրան կերան։ Եվ ուրիշը ապարաժի վրա ընկավ եւ բուստերու ժամանակին չորացավ։ Հյութի պակասության պատճառով։ Ուշադրություն դարձրեք այս խոսքը, հյութի պակասության պատճառով։ Եվ ուրիշ նկավ փշերի մեջ, եւ փշերը նրա հետ բուսան եւ խեղդեցին նրան։ Եվ ուրիշը նկավ այն բարի եւ արագ երկրի վրա եւ բուսա հավորապատի պտուղ տվեց։ Այս բաները խոսելիս աղաքեց, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Հիմա եկեք մի փոքրիկ պատասխանը, մեկնությունը նայեք Հիսուսի տված, որովհետև այս մեկնությունը շատ կարևոր է, որովհետև դա անգամ անհասկանալի էր այս առակը իր աշակերտների համար եւ աշակերտները մոտեցան եւ խնդրեցին Հիսուսին, որպեսզի Հիսուսը այս առակը իրենց համար մեկնի։ 37-րդ համարում Մարկոս ավետարանի 13-րդ գլխի ասում է, որ բարի սերմ ցանողը ով է, դա մարդու որդին, այսինքն Հիսուսը նկատի ուներ իրեն, որ սերմը ցանողը ինքն էր, սերմը Աստծո խոսքն է, ճանապարհի մոտին են նրանք են, որ լսում են եւ հետո սատանան գալիս է եւ խոսքը նրանց սրտի ցանում, որ չհավատան եւ չփրկվեն։ Եվ ապարաժի վրա են նրանք են, որ երբ որ լսեցին խոսքը, ուրախությունով ընդունում են, սակայն
Սրանք ալմատ չունեն, միաժամանակ հավատում են, բայց փորձան ժամանակ հեռանում են։ Շիրի մեջ են կնողներ են նրանք են, որ խոսքը լսած են լինում, բայց հոգսերի և հարստությունից և կյանքի զվարճություններից գնալով խեղդվում են և ապտով են լինում։ Բայց այն պարակ երկրի միջինը նրանք են, որ բարի և հոժար սրտով խոսքը լսում և ընդունում են և համբերության պտուղ են տալիս։ Սեներ, այս առակը խորի իմաստունի մեջ մեզ սովորեցնելու մեր կյանքը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ սնուցել, մեր կյանքը կարողանանք ճիշտ դրսևորել Աստծո առաջին։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսը ինքը չեկավ որպես մի արքա, մի թագավոր երկրի վրա թագավորություն հաստատելու համար, թե ինքը արքաների արքան էր։ Նա չեկավ թագավորություն հաստատելու համար, թե ուզում են ամբրների և թագավոր դնեին։ Բայց Հիսուսը խույս տվեց և նա ասեց, որ իմ թագավորությունը Պիլատոսի առջև այս երկրից չի, այլ իմ թագավորությունը որտեղից է, իմ թագավորությունը երկրից է։ Նա լինելով տերերի տեր, չեկավ այս երկրի մի տիրություն հաստատելու համար, արքաների արքա, մի արքայություն հաստատելու համար։ Նա չեկավ։ Այլ նա եկավ որպես մի սերմնացան։ Արքայության սերմ, արքայության խոսքը սերմանելու այս երկրի մեջ, մարդկանց սրտերի մեջ։ Նա եկավ որպես մի սերմնացան, ինչպես Եբրայեցիների թղթում է ասվում, որ նա լինելով քահանապետ օտար այունով չմտավ սրբարան, այլ բունի այունով նա որպես քահանապետ, բայց ինքը որպես գար ինքը իրեն զոհվեց մեզ համար, մեր փրկության համար։ Նա եկավ որպես սերմնացան, որտեղ օտար սերմ սերմանելու, այլ ինքը եղավ որպես սերմ և ինքը իրեն սերմանեց մեր կյանքերի մեջ։ Մեր սրտերի մեջ սերմանեց ինք իրեն։ Նաև սերմն էր և սերմնացանն էր, նաև գարն էր և քահանապետն էր ինքը, որ ամեն տարի մատուցում էին մարդկանց մեղքերի թողության համար։ Սուգիտ ասում է, որ նա լինելով Աստված Ֆիլիպպեցիների թղթում գրված, նա հարկ չհամանեց Աստծուն հավասար լինելը, այլ նա իր անձը չարեց, խոնարհացրեց ու նայնացրեց, ծառայի պես եղավ, մարդկային կերպարանքը ընդունեց և եկավ այս աշխարհ և մահացավ խաչի վրա, այն է անարգ մահով մահացավ խաչի վրա։ Իմ և քո փոխարեն, ոչ իմ և քո մահը վերցնել իր վրա և իր մահով մեր շնորհել հավիտենական կյանք։ Սիրել, ասում եմ, որ ամենադաժան մահը դա եղել է խաչի մահը, բայց ես մի ուրիշ մահվան մասին խոսել ձեզ հետ։ Այդ ժամանակներում գործել նաև մեկ ուրիշ դատավճիրը մահվան տեսակ գործում է, որ մարդուն դատապարտում էին այդ մահվան։ Վերջում են մահվան դատապարտված մարդուն և դնում են մի խցի մեջ, մի առանձնացված սենյակում էին դնում և իրենք չէին անում։ Վերջում էին մահացած մարդուն ու կապում էին իրեն այդ մահացած մարդուց։ Եվ նա այնպես էր կապում, ոչինչ չէր կարող անել, չէր կարող իրեն ազատել, պարզապես այդ մահացած մարդը դեմ առ դեմ փչանում էր, նեղում էր, հոտում էր։ Եվ գիտեք ինչ էր տեղ ունել այդ ժամանակ մարդու հետ, մեկ մարմինի հետ, մեկ մարմինը մեկ մարմինից կապած, սկսում էր քայքայել մարդուն։ Մահը այդ մահացած մարդուց անցնում էր այդ կենդանի մարդու մեջ և այդ մարդը տանջվելով մահանում էր։ Սա դաժան մահ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր։ Նա եկավ աշխարհ։
Նա մեկացավ մեզ հետ։ Եվ սպունգի նման նա մեզ համար մեկանալով մահը ներծծեց իր մեջ, վերցրեց իր մեջ և իրենից կյանքը տրեց մեզ և մեզ մերելիս հարություն տրեց և ինքը մեզ համար մահացավ խաչի վրա։ Ոչ իր մահով ես և դու ունենանք հավիտենական կյանք։ Նա մեկացավ մեզ հետ, մեկ մարմին դառնալով։ Դա գին է, որ Իսուսը վճարեց խաչի վրա մեզ համար մերդելով և մենք ունեցանք հավիտենական կյանք։ Մենք ունեցանք հավիտենական կյանք։ Մեր Տեր Իսուս Քրիստոսը հարկ ժամանեց Աստծուն հավասար լինելը։ Բայց այսօր մարդը որքան է ձգտում փառավոր կյանքը, որքան է մարդը ձգտում այսօր ճանաչվել, մեծարվել, գովաբանվել, պատվել, որ մարդը ուզում է պատիվը փնտրում, մարդը որքան է այն ուզում, բայց նա Աստված լինելով, ում իրեն ունենացրեց ինձ և քեզ համար, ոչ ինձ և քեզ ունենա։ Ինչպեսի մեծ պատվի ենք մենք այսօր արժանացել։ Մենացել եկեք խոնարհին Տիրոջ առջև։ Եկեք ինչպես Հիսուսը խոնարհվեց, իր անձը ունենացել, այսօր էլ մենք էլ մեր անձերը ունենացել ենք Տիրոջ առջև և նրան փառավորենք, նրան պատվենք ու նրան մեծարենք, որտեղ մեր Աստվածը արժանի է փառավորման ու մեծարման։ Նա եկավ որպես սերմնացան, և սերմնացանից ասում է, որ մի մասը ընկավ ճանապարհի եզրին։ Ղուկաս ավետարանիչը իր մեկնության մեջ ասում է, որ տրորվեցավ, ընկավ ճանապարհի եզրին և տրորվեցավ, ճանապարհի տրորվեցավ։ Այդ անցուդարձին, որ մարդիկ այդտեղով քայլել են այդ հողը կարծրացել է, պնդացել է, և այդ հողի վիճակին չեն ընդունելու սերմը իր մեջ։ Եվ մարդիկ որ շարունակում են քայլասերմ ընդունել մարդկանց ոգետը տրորվում են ու ջարդում են և երկրի թռչունները գալիս են ինչ են անում, գալիս են ուտում էին այդ սերմը, լցնում էին այդ սերմը, ուտում էին և անպտուղ է լինում։ Երբ որ ես սրանից մտածում եմ, թե ինչ է կարող է լինել այդ անցուդարձը։ Իրեք այսօր այնքան անցուդարձներ կան մարդկանց ուղեղների մեջ, մարդկանց սրտերում։ Քաղաքական իրադարձություններ անցուդարձել, կրոնական անցուդարձել, եկեղեցի գնալով կամ ասել քարոզիչի մեկ, քարոզիչի երկրորդ քարոզիչի լսելով չեն ասում որ է ճշմարտությունը, մարդիկ տարբեր բաներ են ասում այսօր։ Անդամ մարդիկ ասել երեք մեր եկեղեցում լինում են նման դեպքեր, որ երիտասարդը մոտինում է հովիվ, այս քարոզիչը սենց էր ասում, բայց դուք սենց եք ասում։ Սրանք խանգարում են մարդկանց հաստատվելու Աստծո խոսքի վրա։ Սրանք խանգարում են մարդկանց սերմը իրենց մեջ ընկած աճելու համար։ Որովհետև մարդուն ներսում շատ անցուդարձեր կան, գիշեր ու ցերեկ մարդիկ մտածում են այս այն բանի վրա, բայց սուրբ գիրքը ասում է եղանի այն մարդուն, որը գիշեր ու ցերեկ Աստծո խոսքի վրա կխորի ու կմտածի։ Նրան նմանեցնում է մի ծառի, որ գետի գնացքում է տնկված։ Եվ նա միշտ կանաչ է, և ժամանակին իր մտումն է տալիս։ Երին էլ ասում անգամ երաշտի տարիներին նա կանաչ է մնում և մտղաբեր։ Նա կանաչ է մնում, նա միշտ հաստատ է մնում, իսկ այն մարդիկ, որ միշտ անցուդարձել ունեն իրաց մեկ, իրեն չեն կարող եկեղեցի մեջ հաստատում տնկված մնան։ Իսկ Սուրբ ասում է, Տիրոջ տան մեջ տնկվածները ինչին են նմանեցնում։ Արմանինում։ Տիրոջ տան մեջ տնկվածները, բայց սրանք չեն կարող տնկված մնալ, սրանք շուտ չորանում են, չեն կարող ճշմարիտ հյութը դարձնել իրենց համար և ապրել։ Անցուդարձել, Հովսեի անցուդարձել, ամեն տեսակի այսօր գիտեք
այս անցուդարձերը մարդու մեջ շատ են, սպորտային անցուդարձեր, ես չեմ ասում, որ չի կարելի դաս մասին բանանել, բայց եթե տնված է դուր և դա դարդում է քեզ համար առաջնակակ, Աստծո խոսքը քեզ որ չի կարող աճել, եթե Աստծո խոսքը քեզանում այդ սերմը երկրորդական տեղ ես բաղեցնում։ Դադարի անցուդարձերից Թուրտուն ոգի սուրբ հոգին քո ներսում աշխատի և աճեցնի այս սերմը, որը քո մեջ է սերմավում, ճշմարտության սերմը ավետարանի խոսքը։ Այս վերջում ես հանդիպում եմ այստեղ շատ քրիստոնյաների, շատ քրիստոնյաների հարցում, ինչպես է ձեր հարաբերությունը Սուրբ Գրքի հետ, և տեսնում եմ, որ քրիստոնյաներ, որոնք գալիս են եկեղեցի շաբաթներով ու ամիսներով, գիրք չեն կարդում։ Ասում ես, իսպիսին է ձեր աղոթքի կյանքը, դե գիտես աղոթքը դարձել է կարծես պարտականություն, աղոթքը դա հաղորդակցություն է Աստծո հետ։ Մտներ Աստծո ներկայության մեջ, դա զրույց է մարդ և Աստված, դա փոխհարաբերություն է մարդ և Աստված, փոխհարաբերություն է, որ մենք պետք է ունենանք։ Աղոթքը այն չի, որ մենք երկու բառով մենք ասեցինք ու մենք գնում ու գնում ենք, աղոթքը նաև պահանջում է լսելու ժամ։ Որտեղ միայն աղոթես ու գնաս, այլ լսես Տերը չի ուզում քեզ ասի։ Լսես Տիրոջ ձայնը, որովհետև Աստված ինքը կենդանի Աստված է և ինքը պատասխանող Աստված է։ Ինքը չի ուզում պարզապես դու թելադրես մի կներեք հայերեն ասեմ, մի լեկցիա կարդաս ու ասես ամեն ես գնացի, չլսելով պատասխանի, ժամ ունեցի լռության, ժամ ունեցի Տիրոջ ձայնը լսելու համար, անմիջապես մի ավարտի և շտապ մի արա քո աղոթքդ։ Եվ եթե մի աղոթի որ վստահ չես, որ նա լսում է, եթե դու վստահ չես, որ նա լսում է, ում ես աղոթում, ինչու ես աղոթում։ Ես երբ որ աղոթում եմ, եթե ես վստահ չեմ, որ Տերը լսում է, ես չեմ աղոթի։ Եվ վստահ չեմ, որ պատասխանը կունենամ, ես չեմ աղոթի։ Որովհետև զուր ժամանակի բախում է դա։ Եթե ես դա չպետք է հաղորդակցվեմ, ես ժամ չեմ տա աղոթի։ Որովհետև Աստված ուզում է քեզ հետ հաղորդակցվել։ Եվ չեմ ժամանակի պատճառով շատ չեմ կանգնի այս առաջին այս սերմի մասին, կասեմ երկրորդին։ Երկրորդ ընկավ ապարաժի վրա և շուտ ծրեց, բայց ասում է, որ հյութի պակասության պատճառով եղավ չորացավ։ Չգիտեմ արդեն Միացյալ Նահանգներում ոնց է, բայց մեզ մոտ ես Վայոց ձորում ծառայություններ եմ անում, որովհետև մեր ծառայությունը և Վայոց ձորում եմ, Վայ քաղաքում, գյուղական գյուղերի տարածքներում, Եղնաձորում, Արարատում, Արտաշատում, տարբեր տեղերում, երբ որ ես ամեն շաբաթ գտնեմ Վայոց ձոր ծառայության համար ես ասում եմ լեռների միջով։ Գիտեք, գարնանը կարծես մի դրախտ է դառնում, գեղեցկություն, ծաղիկներից բազմազանություն, կարծես մի գոր փռված լինի այդ լեռների վրա, փռված լինի, այնքան գեղեցիկ է։ Եվ անգամ շատ անգամ ես տեսնում, որ տուրիստները գալիս կանգնում են, այնտեղ ուզում են նկարվել այդ գեղեցիկ ծաղիկների մեջ, որտեղ մի դրախտային պատկեր է դառնում։ Բայց ամառային անձրևային սակավության պատճառով արագ սկսում են չորանալ։ Եվ ես հետաքրքրում ինչու այդքան արագ։ Եվ ես այդքան դված տեղեր, որտեղ մի շերտ, հողային շերտ է, իսկ այդ ապարատների քարեր են։ Եվ հյութի պակասության պատճառով չորանում են։ Եվ այսպես մի ստատիկ չես նշանակում, ինչեր է կարող է լինել մեր կյանքի մեջ այդ ապարաժ, այդ քարերը ինչի կարող է լինել, որ այդքան շուտ խոսքը խլում է մեզանից, որ այն չաճի, հյութ չտա խոսքին աճելու համար։ Գիտեք, Սուրբ Գիրքը ասում է, որ քո խոսքին ստի մեջ պայծի, որպեսզի քո առջև չմեղաչեմ, որպեսզի մեկ չգործեմ։ Երբ որ մենք Տիրոջ խոսքը չենք պահում, դա մեզ համար մեղք է։ Ատելություն, երբ որ դու ատում ես, մարդու շարունակում ես, չխոստովանվել, չզրկալ ու չդառնալ, դատություն։ Երբ որ ես քո սրտիդ մեջ չտամանք
որ թույլ չեն տալիս Աստծո խոսքը աճի մեր ներսում։ Մեկը թացնողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողը ինչ կլինի, ողորմություն կգտնի նրանից։ Ողորմություն կգտնի։ Իմ տեսիքի մեջ որ Աստված ինձ ցույց տվեց, Աստված ինձ ասել որ այսօր քրիստոնյաները մեղքը որպես մեղք չեն դիտարկում, չեն զրկում, չեն ապաշխարում ու չեն խոստովանում իրենց մեղքերը։ Սխալ արարքները իրենց ճիշտ են համարում։ Ճիշտ են համարում։ Եվ չկա խոստովանություն, դարձ ու ապաշխարություն, իրենց մեղքը դարձել է իրենց ցանկալի բաները։ Այնքան այդ մեղքը իրենց կյանքում տեղ ունի և շատերը հավանություն են տալիս մեղքին։ Սրանք այդ քարերն են, որոնք թույլ չեն տալիս դառնացած սիրտը, քալացած սիրտը, որ մարդը ունի իր ներսում, սրանք թույլ չեն տալիս, որպեսզի Քրիստոս սերմը մեր մեջ աճի։ Գալիս են երրորդ վիճակին մեր մենք տեսնենք փշերը նաև խորհրդանշում են անեծքին։ Այստեղ երեք բան է տալիս հոգսերը, հաստության խաբերությունները ու ցանկությունները պատմում։ Այս երեք բաները, որոնք թույլ չեն տալիս Աստծո խոսքը մեր մեջ տեղ գտնի։ Ղուկաս ավետարանիչը ասում է 21-րդ գլխի մեջ ասում է, որ վերջին ժամանակներում մարդիկ կլինեն, ինչպիսին կլինեն մարդիկ, ազնասեր, շատակեր կլինեն, հարամոտ կլինեն, մարդիկ վերջին ժամանակներում այդպիսին է կլինեն, Ղուկաս ավետարանիչը ասում է։ Մենք պետք է զգուշ լինենք։ Հոգսերը, որոնք իրոք շատ են հեռացրել Աստծուց։ Բայց մենք ունենք Աստծո խոսքը, որտեղ ասված է, քո հոգսերը նրան հանձնի, որտեղ նա է, որ կհոգա քո բոլոր կարիքները։ Ինչ հոգսեր որ ուզում է լինել, նա է քո հոգացող Աստվածը։ Նա Եհովա Գիրեն է, որ տեսնում է քեզ քո կարիքների մեջ եւ չի անտեսում, եւ նա գալիս ժամանակին իր օգնություն անելու։ Նա Եհովա Գիրեն է։ Բայց այսօր մարդիկ այնքան բռնված են իրենց հոգսերով։ Մեկ օր ես մի ազատության հանդիպեցի, որ երկար ժամանակ չեն գալիս եկեղեցի։ Ես հարցեցի քույրս, վաղուց քեզ եկեղեցում չեն տեսնում։ Ասեց խաչի եղբայր, շնչելու ժամանակ չունեմ։ Ես ասեցի քույրս, ես ուղղակի ապշած եմ ձեր պատասխանի վրա։ Ասեց ինչու՞։ Ասեց ես զարմացած եմ, որ դու շնչելու ժամանակ չունես, բայց ապրում ես։ Եթե մեկ անգամ մի քանի րոպեներ, անգամ մեկ րոպեն բավական է, որսում եմ հավիտյան սուտ քաշես։ Ժամանակ չունեմ սուտ քաշելու, այսինչ արդարացում եմ։ Այսինչ ձև է վերցնել ու դա պատճառներ ժամանակ չունեմ շնչելու։ Հասկանում եք բոլորս հոգսեր ունենք։ Աստված հոգսերը կարիքներ իմանալով նա ասեց մեկտեղ հավաքվելը բացպի թողեք։ Մեկտեղ հավաքվելը բացպի թողեք, որտեղ մեկտեղ հավաքվելը մենք այստեղ ստանում ենք շատ հատկություններ, մարգարություններ, հաղորդակցում ենք իրարու հետ, հաղորդակցում ենք ամբողջական Տիրոջ մարմինը միմյանց հետ, ճանաչում ենք մեկս մյուսին, հրաշալի ժամանակներ ենք վայելում, երգչախումբ, հրաշալի երգչախումբ ունենք, որոնք այսպես հրաշալի երկրպագում են Տիրոջը, փառաբանում են եւ ձեզ կոչ են որ միաբանվեք իրանց հետ։ Շատ անգամ եկեղեցիներում տեսնում եք այստեղ են մեզ մոտ են նույնը, մարդիկ գալիս են, կարծես քարե արձակներ են կառնում, բերանները չեն բացում երգելու համար։ Հրաշալի է, 21-րդ դար, գրվում են երգերը հերթատուսի վրա, որտեղ դու կարող եք նայել ձեր երգերը, բայց շատ մարդիկ քացած կանգնում են նայել ոնց է երգում կամ ովքերս են երգեր կամ ցանոթ մարդիկ չարեն թե չէ, ես չգիտեմ ինչու է նայում մեկը մյուսին ու քացած կանգնած են։ Սիրելի քույրեր, եղբայրներ,
Աստված ուզում է, որպեսզի մենք այսօր վստահենք Տիրոջը, հանձնենք մեր օգնենք Տիրոջը եւ գանք Տիրոջ տունը։ Գանք Տիրոջ տունը։ Դավիթ ասում է, երբ որ ինձ ասում են արի Տիրոջ տունը գնանք, ես վազում եմ, ոտքերս վազում եմ դեպի Տիրոջ տունը։ Քո ոտքերը ոտքերը վազում։ Քո ոտքերը տուն ես սիրում գնալ։ Տիրոջ տունը պետք է լինի։ Տիրոջ տունը պետք է լինի։ Ամեն։ Շատ ոտքեր հիվանդ են, շատ ոտքեր տկար են, ոտքորեն ցավեր կան, մյուս։ Ես ասում եմ, ինչպես է ձեր ոտքերը ավետարանության մեջ, ինչպես է Տիրոջ տունը գնալու մեջ։ Տիրոջ տան ոտքերը երբեք չեն հիվանդանում։ Դա իմ ազնական կարծիքն է։ Երբեք չեն տկարանում, ինչպես գեղած ավետարանչի ոտքերն են երբիկների պես։ Այնպես Տիրոջ տան եկողների ոտքերը երբիկների պես նա չպետք է տկարանան, նա մի զորավոր պետք է լինեն այդ ոտքերը։ Բժշկված պետք է լինեն։ Բժշկված պետք է լինեն։ Հարցության խաբեությունը, մարդիկ այսօր գնալով դրա հետևից հեռանում են Տիրոջից։ Ձեզ մի բան ասեմ, որքան շատանում են ձեր ծախսերը, այնքան շատանում է ձեր աշխատանքային ժամը։ Որքան շատանում է ձեր աշխատանքային ժամը, այնքան մարմինը սկսում է հոգնել ու տկարանալ։ Որքան հոգնում է ձեր մարմինը ու տկարանում է, այնքան հիվանդությունները մուտքում են ձեր կյանքի մեջը։ Իմացեք սա։ Այսօր նայեք չի վրայից ասում մեր ֆինանսը, որ ավետարանն ասում է, որ ձեր ֆինանսը մի վատեք այդպիսի բաների վրա, որը որ չի ստացվում, բայց այս վերջին ժամանակների կարծես մրցակցություն է։ Անկամ քրիստոնյաների մեջ հատվելու տեսակետով, լսվածքի տեսակետով, մեքենաների մեջ շատ բաների միջոցով։ Կնեք ես իմացես Հայաստանում եմ, դենց ազատ խոսում եմ, մոռացել, որ ինսպիրացիան հանգներում եմ։ Տերողտերացեցի։ Ժամանակ տվեք Աստծուն։ Մարմնի ցանկություններն են, որ հեռու են պատմում, չեն թողնում։ Չորրորդ վիճակը մենք տեսնում ենք, որ ընկնում է պարար փողի մեջ։ Սա այն հողն է, որ զերծ է բերին 3 բաներից։ Զերծ է բերին 3 բաներից։ Նա գիշերուց եք Աստծո օրենքի վրայով են մտածում։ Այսօր մենք առավոտյան գալիս էինք որ քաղաքներ, Սակրամենտոյից էինք գալիս, առավոտյան ժամ 6-ին դուրս եք ընկալից, գալիս էինք Ջոնոր եղբայր, ասենք Ջոնոր եղբայր։ Ես անգամ գոհ եմ Աստծուց, որ ես ամեն գիշեր ես երազներ եմ տեսնում, եւ ես ամեն գիշեր ես պաշտամունքների մեջ եմ, ամեն գիշեր ես հոգեվորության մեջ եմ, երազները լավի հոգեվոր եմ։ Մի օր մեր եկեղեցում այսպիսի մի բան ասեցի, ուզում եք ձեր հոգևոր մակարդակը նայեք որտեղ եք, նայեք ձեր երազերին, չիրազեր եք տեսնում։ Որոշտեղ եք ուզերի կապ, ամիքցեն խատարակ է լնում հայր երազները, իչերով թենքեր են տեսել։ Մի օր մենք ասվա, վազում չեմ սատանան ընկել հետևիցս, չեմ կարում գնամ, չեմ կարում ազատվել։ Վախի մեջ են ապրում, անարակ երազներ են տեսում, կամ ես ինչեր են տեսում իրանց երազնում, դա իրանց կյանքի հետևանքն է։ Աստված իր արդարին բարի երազներ է տալիս։ Աստծո արդարը բարի երազներ է տեսում։ Որն է քո երազը ես չգիտեմ։ Փառք Հիսուսին։ Մեր ժամանակի պատճառով, որ արդեն ժամանակը բան ես ուզում մի երկու բան մասին խոսեմ ձեզ հետ։ Բայց աշխատել կարճ կապել։ 2020 թվական մենք գիտենք ամբողջ երկրում համաճարակ է տիրում COVID-19։ Միլիոնավոր մարդիկ մահացան դրանից։ Շատ։ 20 թվական հունիս ամսին ես զգացի ջերմություն իմ մարմնից մեջ։ Եվ
Before ջերմությունս նայեցինք 39 անցեր, 39 կես, մի քանոր շարունակաբար, ամբողջ մարմինս թուլացավ, գործերեցի ուժս, չէի կարողանում էլ շնչել։ Մեզ տղաս մոտեցավ ինձ ասեց, պապ, պիտի տանիք հիվանդանոց նայեն, պետք է տանիք հիվանդանոց, տեսեք ինչ են ասում։ Եվ մեքենա վերցրեց եւ մենք գնացինք Երևան հիվանդանոց։ 3 հիվանդանոց գնացինք, տեղ չկար։ Բոլոր հիվանդանոցները լեփ լեցում են հիվանդերով։ Նույնը արտաշատում, տեղ չկար հիվանդանոցներում, չէին կարողանում ընդունել այլևս հիվանդերին։ Եվ երրորդ հիվանդանոցում, երբ որ ասեն, բայց բոլոր դեպքերում միած ստուգենք, երբ որ նայեցին ասեն դրական է, ասեն դու COVID հիվանդ ես։ Իհարկե դինեմ ինչու է ես COVID ստացել, ինչու է բարակվել, որտեղ ես ինձ թույլ տվեցի շփվել մարդկանց հետ։ Եվ երրորդ հիվանդանոցում, երբ որ հայտնաբերվեց, բայց տրասից պիտի բերել տուն, որտեղ հիվանդանոցում տեղ չկար, մի շտաբօգնության վարորդ մոտեցավ տղայս ասեց տղաս, ինչ ես ուզում պապ այդ հիվանդանոց պարկացնես։ Այստեղ մարդիկ են մահանում, խնամքի են մատնված չեն, ուշադրություն չեն դարձնում։ Շատերը մահանում են ստեղ տարտում, պապայի, եթե մի միջոցում եք տան արեք, ստեղ մի պարկացում, մի պնդրին, որպեսի պապա հիվանդանոցում պարկին։ Եկան տուն։ Այնպես որ մեքենամիջը չի կարող, հետևում նստած էի և պարապես պարկած է, չի կարող նստել, այնքան թուլացած է մարմինս։ Եվ դրեցին տուն և ունեի ծանոթ բժիշկ տղազան ես, ասեց, որ պապան հիվանդա ոչ մի հիվանդացում չընդունեցին, և բժիշկեն խամ ուրախացավ ուրիշ չեն ընդունել։ Եվ լեք տղայց ինչ ասեց, 3 ամիս առաջ ես եմ COVID-ով հիվանդացել եմ։ Եվ իս տարան մի հիվանդանոց հոտից չէին ճանաչում։ Եվ ասեց, մի քույր մոտեցավ ինձ սրսկելու համար ես նրան հասրեցի, ինչ դեր է, որ դուք ուզում եք ինձ սրսկեք։ Եվ ասան քույրը չիմանալով, ինչ չճանաչելով, ինձ ասեց, որ ես դերն է։ Ասման ես դերն ասեցի, ով է ձեզ տվել է իրավունքը, որ դուք այդ դերով սրսկեք, որտեղ դա արագացնում է մահը։ Ասման ես տվել է ես սրսկում եմ։ Ասի, որ իմ մարմից մեծ ասեղը չպետք է մտնի։ Եվ ասման, Իրաքին էլ էր բժիշկ, և զանգում ապել Իրաքի ոչ ասման ինձ ես դեղել բեշ, և ինք իրան բուժում է։ Եվ տայս որ տեսնաս, թարապես ասել չգիտել, բժշկությունից գաղապար չուներ, տղաս իր ասադրում ինձ սրսկում էր։ Բայց ես այդ ժամանակների մեջ այնքան անուժեի դարձի, այնքան սպարված էի, շնչերս անգամ չէի կարողանում շնչել կողից կող տեղափոխվելու համար, ես մեծ գին էի վճարում։ Երբ որ թեքվում էի շնչառությունս չէր բավարարում, շնչահեղձ էի լինում։ Բայց աղոթների մեջ ես զգում էի Տիրոջ ներկայությունը այնքան մոտ էր։ Ամեն մի րոպե ես սպասել եմ, որ Տերը հիմա պիտի հայտնվի ինձ։ Այսինքն ներկայությունը արտակ ճանապարհել։ Այնքան հրաշալի էր այդ ներկայությունը, որ այդ ներկայության մեջ այդ ծանր հիվանդությունը, այդ վիճակի մեջ, որ ես կայի, կարծես մոռանում էի հիվանդությունս, իր ներկայությունն էի վայելում։ Եվ Տերը ինձ մի տեսություն տվեց։ Ես կանգնած էի մի բացր տեղում ու թանձր խավար էր։ Բայց զգում եմ, որ այս տարածքում շատ մարդիկ կան, բայց չէի տեսնում ոչ ոքի։ Եվ հեռվից տեսա, որ արևակի լույսի պես մի լույս է բարձրանում։ Եվ այդ լույսը մարմնավորվեց, ես անմիջապես զգացի, որ դա մեր Տերն է։ Նրանից արձակվող լույսը, այդ շողերը լուսավորեցին այդ ամբողջ տարածքը, լուսավորեցին։
Եվ ես տեսա բազմություն, ժողովրդի բազմություն է, բայց ժողովրդի բազմությունը բաժանված է 3 խմբերի։ Մի մասը կար, որ իրենք մահացած էին, աղտոտված, այնքան գարշահոտություն կար, այնքան զզվելու անտանելի էր այդ տեսարանը, որ չեք պատկերացնում։ Երկրորդ մասը, որ կար, նրանք սպիտակ հանդերձներ էին, բայց այնքան աղտոտված են։ Երրորդ մասը, որը գտվել աջ թելի վրա, նրանք սպիտակ զգեստներ էին հակած։ Եվ այդ լույսից, որ լույսը կպտում էր իրանց հանդերձներին, այդ հանդերձները անդրադարձում էր այդ լույսը, իրենցից լույս է դուրս գալիս։ Այս սուրբերի մասն էր, որ այնքան ուրախ էին, այնքան հարավորում էին Տիրոջը, մեծանում էին, ուրախությունով պարում էին իր ժողովրդի Տիրոջ ներկայության մեջ, այնքան ուրախություն կար իրաց մեջ Տիրոջ հետ։ Եվ այդ ժամանակ ես շատերի դեպքեր հիշում եմ, որ հիմա ես ասեմ, ես կարծես իրաց դեպքեր նույնս տեսնում եմ։ Եվ ժողովուրդը հասկացան, որ Տերը ինձ բան ունի ասելու, վերջին օրերի մասին բան ունի ասելու։ Եվ ասեցին, Տեր Հիսուս, հովիվը հաճախակի խոսում է քո գալիսյան մասին։ Լսել է շատ մարգարեություններ, Սուրբիրայի շատ վերջին ժամանակներից մեջբերումներ անում։ Ինքը տեղեկացված է քո գալիսյան մասին, որ շատ մոտ է, բայց լսում եմ պատասխանը, որ ասում է, ես գնում եմ անձամբ իրեն ասեմ, իրեն տեղեկացնեմ, իմ գալուստի մասին։ Եվ այդ ժամանակ մեկ ակնթարթում Տերը կանգնեց իմ դեմը, դեմ դիմացի կանգնա, երես առ երես։ Շատերը նկարագրում են Հիսուսին, ինչ-որ մի տեսքով, ինչ-որ մի աչքերով, ինչ-որ մի բանով, ես չեմ կարող նկարագրել, որտեղ դա արիգակի նման է, եւ կացես իր այդ ամբողջ լուսավորությունը, իր դեմքի բնագծերը ամեն մի բանը կացես լույսի մեջ էր, ցույց տալիս։ Եվ այնքան կյանքով լցված էր նրա դեմքը, որ նայվերից, այնքան կյանքով, այնքան խաղությամբ, այնքան բաներ իր մեջը, որ ես ապշած ուղղակի նայում էի իր երեսին։ Եվ իրանց ցեց գետ բխելը։ Եվ ինձ ասեց խմիր։ Ու ես սկսեցի խմել։ Այս խմելը սերներ, կարծես ես կենթանի խմում, զգում եմ, որ ես խմում եմ։ Այս մարմինը զգում է, որ ես խմում եմ, այդպես է գետը ես խմում եմ ու լեցում եմ կյանքով։ Եվ որ ես ամբողջությամբ հագեցա, այդ գետը կանգնեց։ Ու իրեք ինչ ասավ ինձ, ասեց ժամանակները լրացել են, ես գալիս եմ։ Բայց ասեց, ինչ ժողովուրդը պատրաստ չի դիմավորելու։ Բայց հոր կողմից տված կար ժամանակ, շնորհքի ժամանակ, կար ժամանակը դա ավարտվում է։ Ես շուտով գալիս եմ, ասա իմ ժողովրդին։ Ինձ մոտ հարց առաջացավ տեսիքի մեջ, ասի Տեր, ինչ է նշանակում քո ժողովուրդը պատրաստ չի։ Ասեց, որ այսօր հոգևորությունը շատերի կյանքում մի կողմ է դրված։ Նրանք ավելի շատ գնում են իրենց ցանկությունների հետևից, իրենց կարիքների հետևից, մեծագույն կարիքը նրանք անտեսում են։ Նրանք արդարացում են իրենց մեղքեր ու չեն խոստովանվում։ Իրենց սխալ արարքները իրենց հաճելի բաներն են ու դա չեն գալիս։ Բայց ասենց ժամանակները ավարտում են, ես շուտով գալիս եմ։ Երբ որ ես այդ տեսիքից դուրս եկա սերեք, ես զգացի այնքան կյանքով եմ լցված, կարծես թե ես այդ հիվանդը չեմ այլևս։ Եվ շատ արագ մարմինս ավակին էր։ Շատ արագ բժշկություն գտա։
Ու հիմա որ ես պատմում եմ, կարծես թե տեսան ամուսան իմ արջև է, իր այդ դեմքը, կարծես թե այդ լույսը, այդ կյանքը որ կա իրենում, որ ես տեսնում եմ, կարծես թե դա հիմա զգում եմ։ Եվ մեկ երեք շաբաթ առաջ արդեն դեր Միացյալ Նահանգներում էի։ Դերը մի հետաքրքիր տեսիք ցույց կներ չէ որ տեսիք դեր մասը բաղբակում։ Չնայած դեր թվացա տեսիք տեսել թե չէ։ Ասան ձեր ձերերը երազներ կտեսնեն։ Ես է տեսնում եմ։ Հալելույա։ Ուրեմն միտեղ կանգնած եմ բնություն եմ տեսնում։ Բնությունը աննկարագրելի էր։ Այնքան գեղեցիկ էր այդ բնությունը։ Ես կանգնած նայում այդ բնությանը, այստեղի բնությունը ֆարշ է։ Չի, ոչ բանով չես կարող նմանեցնել այդ բնությանը։ Այնտեղի ծաղիկները, որ ես տեսնում եմ, այնքան գեղեցիկ էին, եւ նրա հոտ այդ բուրմունքը այնքան, կարծես թե ես շնչում եմ այդ հոտը։ Ստեղի նա ֆարշ է, ժողովուրդ։ Հետո ես տեսա գեղեցիկ կենդանի թռչուններ։ Սատերի թռչունների այդ ձայնը որ կար, այնքան գեղեցիկ է կարծում մի հարմոնիա, այդպես են ասում։ Մի այնքան գեղեցիկ է տարբեր թռչունների ձայնը մի ամուսություն է դարձած, որ սերի ձայները ֆարշ էին, ծտերի ձայնը ֆարշ էին։ Զմայլված տանում է տեսանի, ու մի կստացա, հանեմ ու նկարեմ։ Երբ որ ուզում նկարեմ, ոչ բան չի նկարվում։ Եվ լսում եմ ձայն, որ ասեց, այստեղ ոչ բան չի նկարահանվում։ Շուտով կգաք ու կվայելեք։ Շուտով կգաք ու արդեն աչքերով կտեսնեք։ Սա ձեր վայելքը։ Ձեզ համարապարված։ Եթե սատանան փորձից ասելով, որ կասկածին փրկությանդ վրա ես չեմ կասեցի, որ տեն ասի դա գավեք վայելեք։ Ես դաս մեջ կալ, հալելույա պատկիսին։ 3 ամիս առաջ, 4 ամիս առաջ։ Աղջիկը սրի էր։ Բայց խնդիրներ կային, որ այդքան է ցանկալի չեն, այդքան է չեմ զում երեխա ունենալ։ Խնդիրները 10 ամիս առաջ, ծննդաբերությունից 3 ամիս առաջ նկատի ունեմ։ Հալո։ Հիմա, ես մեր որ շատ սխալ էին հասկացում, սխալ բացատրություն են, դուք շատ ևս եք։ Եվ անցանկալի էր այդ հրմությունը, և չեմ ուզում այդ երեխային ունենալ։ Եվ Աստված խոսում այդ հետ ասելով, որ այդ երեխան տալիս եմ, և այդ երեխան ձեզ ամալիները օգտություն։ Եվ որ ասում ենք տարան ծննդաբերություն տեղատեսքով։ Ինքը ծննդաբերության տեղ չէ պահին։ Որտեղ մեզ մոտ տարածվել է, որ դա եղել է ծննդաբերության ժամանակ, բայց տեսիք Աստված ցույցել։ Որ երբ որ երեխան ծնվում է, բժիշկները կանգնած են, եւ ծնվում է տղա երեխա։ Եվ անմիջապես հայացք ուղմայի մաղջկան ասում եմ, տիրոջ գալուստը մոտ է։ Եվ այդ ամբողջ բժիշկները զարմանում են, երեխան ծնված, որ նորա ծնվում ասում եմ, տիրոջ գալուստը մոտ է։ Աղջիկաս ունա կարծում մի փոքր թողնված էր, հոգևորությունը այդ բանը, եւ ասում եմ, այդ ժամանակ ես սպանի պես թափեցի, եւ բոլորը զարմացել էին, եւ ասում եմ, ինքան համոզիտ, այնքան կենթան, եւ ասեց այդ երեխան ձեր տան օրդությունն ալինելու, օրդության պատճառ ալինել ձեր երեխային, հիմա գիրեք աղջիկս ունի մի հատ տղա, մի հատ աղջիկ, սա երկրորդ տղան է, եւ ասում եմ, պապ, ասում եմ, չես պատկերացնում, ինչքան եմ սիրում ես երեխային, որ ինձ համար անցանկալի է դրան ունենալը, ասում եմ, ինչքան եմ սիրում, կարես օրդություն այս երեխան եկել իմ տան մեջ։ Անգամ Աստված, այո, կարող եք միջոցներով խոսել վերջին ժամանակների մասին։ Սեներ, հավատացեք, որ մենք ապրում ենք վերջին ժամանակների մեջ։ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Թույլ տվեք այն սերմը,
որը ձեր մեջ ասելմաված, որսի այն պտուղ է, հեռացրեք ձեզանից ամեն ավելոր բաները, որոնք խանգարեն ձեզ պտղաբեր դառնալու համար։ Այսօր մենք պիտի ավելի լրջորեն նայենք, որտեղ մենք ապրում ենք մի այնպիսի լուրջ ժամանակաշրջանում, որ մենք ուշադրություն պիտի դարձնենք, որտեղ անտարբեր ու անհոգ լինենք, մի օր Տերը կգա չլինի նմանվենք 5 մարդուսերին։ Մենք շատ լուրջ ժամանակաշրջանում ենք ապրում, նաև ձեր շուրջ ինչեր են տեղ ունենում այսօր։ Սրանք բոլորը մեզ համար զգուշացնող նշաններ են։ Զգուշացնող բաներ, որ քրիստոնյան պետք է այսօր անհոգ չլինի դրության վրայով։ Նա շուտով գալիս է։ Այնքան եմ վստահ, այնքան եմ համոզված, որտեղ անձամբ ունեմ Տիրոջից առած խոսքը, որ ինքը շուտով գալիս է։ Ինքը շուտով գալիս է, վստահ եղեք։ Ես չեմ ասում դա վաղ կլինի։ Ես չեմ ասում դա կլինի 28 թվականից պես շատեր ասում են 28 թվականից պիտի գա։ Ոչ էլ ասում 30 թվականին, այս շուտով այս բառը ես չգիտեմ երբ հա։ Դա կարող այսօր լինի, կարող 10 տարի հետո լինի, ես չգիտեմ։ Որտեղ Տիրոջ ժամանակները իմ ժամանակները չեն որոշելու։ Դա այստեղ ժամանակները չէ եւ թվերը չէ, որ ես պետք է սկսեմ մաթեմատիկական հաշվարկներ անել, կամ ես մի շատեր նստում հաշվարկում եմ։ Շուտով լինելու։ Իսկ այդ շուտով կարող այսօր լինի, շեպիտ։ Այսօր մի խոսքը ուզում եմ ավարտել։ Դեպքը տեղի ունեցել Շվեյցարիայում մի ծառայության ժամանակ Հովեր պատմում է, որ տեսած մի պատասխոր կին մեզ մտադալիչ։ Ասման նա ընգծվում է և տարբերվում է բոլորից։ Ասման եկավ առաջի շակելում տեղ զբաղեցել դուսից ամբողջ քարոզը։ Այս նշում կոչարեցի ապաշխարությանը։ Եվ ասման կինը բեկացավ, շարքից դուրս երկայց, ասման ես ուրախացա, մտացի պիտի գամ ապաշխարությանը։ Բայց ասման ինքա դեպի դուրին գնաց։ Ու դուրս եկավ դալիչից։ Ասման մի 5 րոպե անցել դուր բերեցին, որ դրսում վթար է եղել։ Եվ ասման ես գնացի, և տեսա այդ կինն էր, մահացած մեքենան հարվածել էր։ Մենք չգիտենք, ինչ կարող ամես է դինել 5 րոպե հետո։ Մենք չգիտենք, մի ամես հետո կամ մեկ տարի հետո մեզ հետ ինչ կարող է պատահել։ Արդյոք դու պատրաստ ես դրան դիմավորելու, ինչ է որ քեզ հետ պատահի։ Երբ Տերը կկամենա, որ դու իր մոտ լինես, դու պատրաստ ես։ Որովհետև Սուրբ Գիրքը ասում է եւ այս մարգարեության խոսքերը լսողները թող ասեն «Եկ Տեր Հիսուս Քրիստոս»։ Արդյոք դու պատրաստ ես նրան ասելով «Եկ Տեր Հիսուս Քրիստոս»։ Այսօր շատ քրիստոնյաների, երբ որ հարցում են լինում, նրանք ասեն «Ոչ այսօր»։ Ոչ հիմա։ Չգիտեմ ինչու են ասում։ Շատերին մենք վստահ չենք, որ մենք փրկվենք, մենք փրկված ենք։ Մենք Տերը մեզ ամուսության անվստահության մեջ ապահովում։ Տիրոջ խոսքերը այնքան ճշմարիտ են, այնքան հաստատուն, որ ամեն Տերը օրհնի ձեզ, ձեր եկեղեցում աղոք անել ձեզ համար։ Դիկտավոր Հայր, քո հզոր ձեռքը խնդրում եմ երկարիտ քո ժողովրդին Տեր Աստված։ Քո բժշկարա ձեռքդ մեկ դիր այս եկեղեցու, այս ժողովրդին Աստվածին։ Տեր թողան ներքին և ֆիզիկական բժշկություն։ Տեր ձեռքդ երկարիտ որդու տաննով Տեր և արաննշաններ և հրաշքներ Տեր Աստված։ Ինձ համար ամենամեծ հրաշքը Տեր Աստված այն է, որ մարդիկ այսօր իրանց սրտերը ուղղեն քեզ կապաշխարեն, կխոստովանվեն դարձի կգան Տեր։ Այսօր ամենամեծ հրաշքը մեղավորի դարձնելու ապաշխարությունը Տեր Աստված
Աստված մեղքից ազատվելուց հետո է որ գալիս է դեպ քո ձեռքը բժշկելու Տեր, ֆիզիկականը ներազնված։ Խնդրում Հայր, թող ոչ ոք այս դալիճից չերնե հեռանկարծ ու սրտով, քարասրտությամբ, աններողամտությամբ, դառնության արմատ չլինի ոչ մի սրտերի մեջ Տեր Աստված։ Աստծո աղտագերված գնա։ Թող այս բժշկված գնա Տեր, թող այս բացված գնա Տեր Աստված, որտեղ մենք չգիտենք ինչ կարող է մեզ հետ լինել, բայց ինչ է կլինի մեզ հետ։ Մենք վստահ ենք մի բան, որ մենք հայտնվելու ենք քո թագավորության մեջ։ Մենք Տեր հանդիպելու ենք քեզ եւ հավիտյան պետք է քեզ հասկացնենք մեր հավիտենականությունը Տեր փառքես որտեղ քո ժողովուրդը բժշկի տետիկան հիվանդներ Էդիկան հիվանդներ Տեր ձեռքդ երկարի բժշկարար Տեր որ խոցվեց Տեր մեր բժշկության համար եւ քո խոցերով քո վեճերով մենք բժշկեցինք Տեր ջան բժշկի քո ժողովուրդը Մաքրիր քո ժողովրդին Աստվածը եւ դու բարբորիր հայ քո որդու Հիսուսի անունով քո որդու Հիսուսի անունով ընդունիր Աստծո բժշկությունը ընդունիր Աստծո հզոր բժշկարար բժշկությունը իր ձեռքը թույլ տուր քեզ զգվի եւ քեզ բժշկի Տեր բժշկի Տեր բժշկի Տեր եւ դու բարբորիր հայ որդու Հիսուսի անունով Հալելույա Հիսուս ընդունիր Աստծո բժշկությունը որտեղ նա ձեռքը չի կարճացել ողորմություն անելով այս ողորմության մեջ նաև կարող է ասել որ չի կարճացել բժշկելուց ընդունիր Աստծո բժշկարար ձեռքը քեզ վրա եւ ընդունիր Աստծո բժշկությունը եւ եղիր բժշկված Աստծո որդու Հիսուս Քրիստոսի անունով Ձեռքերիդ մեջ է